Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու Աստծու սիրո կենտրոնում ես։ Երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված մոռացել է մեզ։ Ոմանք կարծում են, թե միլիարդավոր մարդկանց մեջ Աստված չի նկատում իրենց և չի տեսնում իրենց ապրած կյանքը, սակայն Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում։ Եսայիայի մարգարեության 45:4 խոսքում գրված է. «Ես կանչեցի քեզ քո անունով, թեև դու ինձ չէիր ճանաչում»։ Սիրելի՛ բարեկամ, իրականում դու ոչ միայն թանկ ու կարևոր ես Տեր Աստծու համար, այլև Նա գիտի քեզ քո անունով և Իր աչքը չի կտրում քեզնից։ Նա ամեն բան գիտի քո մասին՝ ցանկացած մանրուքն ու ծածուկ բաները։ Նա տեսնում է քո բոլոր գործերն ու արարքները (տե՛ս Սաղմոս 33:13-15 հատվածը)։ Նա գիտի անգամ քո գլխի մազերի թիվը (տե՛ս Մատթեոս 10:30 խոսքը)։ Նա գիտի, թե ինչ ես խոսելու, երբ դեռ ոչ մի բառ չես արտաբերել (տե՛ս Սաղմոս 139:4 խոսքը)։ Նա գիտի քո կարիքները նախքան Նրանից որևէ բան կխնդրես (տե՛ս Մատթեոս 6:8 խոսքը)։ Նա գիտի քո նստելն ու վեր կենալը (Սաղմոս 139:2 խոսք)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ամեն բան գիտի քո մասին, և դու անկարևոր մեկը չես Նրա համար։ Աստված ճանաչում է քեզ, տեղյակ է քո կյանքից և սիրում է քեզ անձնապես ու մտերմորեն։ Առաջարկում եմ միասին աղոթել շնորհակալության այս կարճ աղոթքով. «Իմ բարի և ողորմած Տե՛ր, շնորհակալ եմ իմ սիրտը լուսավորելու համար։ Շնորհակալ եմ Քո հոգատարության, շնորհքի, զորության և Քո անսահման խորը սիրո համար։ Ես ուզում եմ ամեն օր հիշել, որ Դու հանուն իմ փրկության Քո միածին Որդուն ես զոհել Գողգոթայի խաչի վրա և որ Դու ամեն բան գիտես իմ մասին։ Խնդրում եմ, որպեսզի ինձ օժտես իմաստությամբ և Քո կամքի մեջ ապրելու զորությամբ։ Քո կամքի մեջ ապրելն ինձ ինքնավստահություն ու խաղաղություն է պարգևում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Որտեղ էլ որ լինես, վստահ եղիր, որ դու Աստծու սիրո կենտրոնում ես, և Նա երբեք Իր աչքը չի կտրում քեզնից։ Քեզ հրաշալի օր եմ մաղթում Տեր Աստծու սիրո քաղցր ներկայության մեջ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։